Ապօրինի կալանավորում։ Սարքել են այգուրս։ Հունիսի 25-ին քրչական կոմիտեն հայտեց, թե Սրբազան պայքար անվանումով շարժման մասնակիցները եւ ղեկավարները պլանավորել են Հայաստանի Հանրապետությունում իրականացնել ահաբեկչական եւ իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Դիտարկելով այս գործընթացը որպես Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու եւ իշխանությունը բռնազավթելու ծրագիր, 2 ամսով կալանավորվեց շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը եւ նրա աջակիցներից շատերը։ Արմլուրը հարցում է իրականացրել Երևանում հասկանալու մեր քաղաքացիները ինչ դիրքորոշում ունեն, հավատում են, որ Բագրատ Սրբազանը նման ծրագիր ուներ եւ արդյոք հայտնում են իրենց աջակցությունը շարժման առաջնորդին եւ մյուսներին։ Պատմում եք, որ նա պատրաստում էր հեղաշրջում անել։ Ոչ։ Ձեր աջակցությունը հայտնում եք Սրբազանին։ Հա, բավոց։ Եթե այն ամեն ինչ որ լսեցի, ինչ որ ասում է, արտահայտվում է, ճիշտ են արել։ Ապօրինի կալանավորում։ Նա այդքան ռեսուրս չունի հեղաշրջում անելու համար։ Շուտ կալանավոր էին դրան։ Ոչ թե հավատում են, համոզված են։ Չեմ էլ ճանաչում եմ, ընկներեք։ Պես բան չի կարա լինի։ Չեք հավատում։ Չէ, աղջիկս, չեմ հավատում։ Դե ուզում են ժողովրդի ձայնը կտրել, ժողովրդին ճնշել, ստորացնել։ Ումը որ ժողովուրդը սիրում է, իրանք չեն ուզում, որ տենց լինի։ Իրանք իրանց բեռը բարձել են ու երկիրն էլ ծախել են ու էլի ծախում են ու տալիս են ամեն ինչ, դառնում ենք չգիտեմ, մի քանի դար առաջվա Հայաստանը, որ միշտ ուրիշի ձեռքի տակ ա եղել, ճնշվել ա, ստորացվել ա, հիմա նորից նույնն ենք դառնալու։ Դե ինչ ասես անում, ասում են, հավատում եք, դες բան ոչ կարող հեղաշրջում անեն կամ տեռը, դե ասենք սես իշխանությունը բոլոր առաջավոր շարժումով մարդկանց տեռարիստ ասում, ինչ կարաս անես։ Համե երկու հավատքից տարբեր երկու ժողովուրդ ոնց կարող է բարեկամանան եղբայրանան։ Այն մեկը ուրիշ հավատք է, հայերն էլ ուրիշ։ Դուք ձեր աջակցությունը հայտնում եք Բագրատ Սրբազանին եւ մյուսը Ես աջակցությունը հայտնում Սամվել Կարապետյանին շտապը ազատ արձակել, ինչա 10 հոգով 10 միլիոն հայերի խեղդում։ Դες բան որտեղ է գրում։